Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, այսօր հեռավար տարբերակով զրուցելու եմ Սթենվորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Խաչիկյան, մենք երեկ տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը բավականին ագրեսիվ վարքագիծ դրսևորեց Արցախից բռնի տեղահանված կնոջ նկատմամբ, նրան փախած անվանեց, այն դեպքում, երբ ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս կնոջ հայրը զոհվել է Արցախյան ազատամարտում, իսկ արդեն փաստերի ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ ներողություն խնդրել։ Ձեր գնահատմամբ ինչով էր պայմանավորված նման ագրեսիվ պահվածքը, ընդ որում վերջին շրջանում մենք նման դեպքերի բավականին հաճախակի ենք ականատես լինում։ Նախ ես չեմ ուզում մեկնաբանել որևէ բան, որ այս հանձը անում է կամ իր խումբը անում է, սա մեր ազգային ամոթն է, խայտառակությունն է, որի համար տասնյակ տարիներ մենք հետո արդարանալու ենք մեր երեխաների առջև, մեր թոռերի առջև, թե մենք ինչպես թույլ տվեցինք, որ այսպիսի մարդ գա իշխանության։ Այս նույն մարդը խոստանում էր արցախցիներին, որ նրանք Հայաստանի մաս են եւ վերջ ասում էր, որ նրանք անվտանգ կապրեն։ Այս նույն մարդը, ինչպես մի քանի ուրիշ մարդ, արցախցիներին օգտագործեցին իշխանության գալու համար եւ հետո դավաճանեցին, գնաց Պրագայում իրանց հանձնեց։ Հիմա էլ ասում է, որ նրանք փախել եկել են Հայաստան։ Այսպիսի բառեր անգամ փողոցային մարդը չեր ասի։ Ես էլ չեմ ասում երկրի ղեկավար։ Սա ազգային խայտառակություն է եւ տեսեք, որ նա արդեն իր երկրորդ թիրախն է ընտրել։ Հիմա էլ սփյուռքահայրը, երբ որ ձեր թշնամին ուզում է ձեզ ոչնչացնել, նա ձեզ մաս է անում։ Սկզբից իր այդ գրանտակեր թիմը, այդ ծախված մարդիկ, դավաճանների թիմը տասնյակ տարիներով մեր ժողովրդին համոզում էին, որ մեր բոլոր խնդիրները Ղարաբաղից են, ղարաբաղցիներից են, ղարաբաղցիները վատ մարդ են եւ այլն։ Նրանք դա անում էին Թուրքիայի հրամանով, պարզ է, ում հրամանով էին դա անում, եւ ստանում էին տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Հիմա մեզ համոզեցին, որ ղարաբաղցիներն են կոռումպացված, մենք կոռումպացված չենք, մենք հրեշտակ ենք իհարկե, հայաստանցիները հիանալի մարդիկ են, ամեն մեկը մի հիանալի անձնավորություն, իսկ բոլոր ղարաբաղցիները մեր թշնամիներն են։ Այդ արեցին, Ղարաբաղը սա ծախեց, հիմա էլ գորգորում այդ մարդկանց վրա։ Եվ երկրորդը, ես որևէ երկրի ղեկավար չգիտեմ, որ իր սեփական ժողովրդին նախ հանձնի, երկրորդն էլ այնտեղից գաղթական դարձած մարդկանց ասի փախել եկել եք, այսպես խոսա իր սեփական ժողովրդի մի մասի հետ։ Ուշագրավ է, որ անգամ Ալիևը արցախցիների մասին նման կերպ չի արտահայտում։ Սա պատմության գրքերում է մնալու։ Իսկ հիմա դրա երկրորդ մասը սփյուռքահայերին է նա թիրախ դարձնում արդեն, այսինքն այն տարիներին, երբ սփյուռքահայությունը մեզ սնում էր, այն սոված տարիներին 90-ականներին, որ միլիոնավոր դոլարներ էին հավաքում, որ հայերը սովից չմեռնեն։ Այն տարիներին, երբ որ Հայաստանից 1 միլիոն մարդ փախավ գնաց Ռուսաստան, մեր հանճարեղ որոշ ղեկավարները փակեցին ատոմակայանը, կոտրեցին մեր ժողովրդի ողնաշարը։ Այդ դրանից հետո, երբ որ Ռուսաստանից միլիարդավոր դոլարներ էին գալիս Հայաստան, որ մենք սովից չմեռնենք, այդ ժամանակ մեզ սփյուռքը դուր էր գալիս։ Երբ 88 թվականին Սպիտակի երկրաշարժի ժամանակ ինքնաթիռը հետևից գալիս էր, սփյուռքից մենք օգնություն էինք ստանում, փրկություն էինք ստանում։ Այդ արդեն մոռացակ։ Երևանի կենտրոնում, որ կասկադով ման եք գալի կոֆե խմելու, Քաֆեջյանի փողերով սարքած, այդ ժամանակ ձեզ սփյուռքը պետք էր։ Երբ որ դուք այդ ձեր սիրած ասֆալտով ման եք գալի Երևանով, որը գցել է Քերքորյանի Lindsay Foundation-ը, իր փողերով է դա արած։ Երբ որ աշխարհում ման եք գալիս, գլուխ եք գովում, որ Շարլ Ազնավուրի երկրից եք, Շարլ Ազնավուրը հայ է, դուք էլ իր երկրից եք, դուք եք հայ, գլուխ եք գովում ամբողջ աշխարհով, այդ ժամանակ ձեզ սփյուռքը պետք է։ Իսկ հիմա բարձվեց, որ սփյուռքահայությունը պետք է անգամ իրավունք չունենա, ինչ որ արտոնություններ չունենա, դա քաղաքացի դառնալ Հայաստանի։ Տեսեք, հիմա էլ սփյուռքն են թիրախավորում, սփյուռքը հիմա կհայտարարեն պատմական Հայաստանի ինչ որ, ինչպես թուրքերն են ասում, թրի վրա մնացած արյան հետքեր։ Հələ տեսեք մենք ուր ենք ասել, եւ այս մարդը ոնց է հլու հնազանդ կատարում բոլոր հրամանները։ Այսինքն մեզ պարակտում են։ Վաղը կասեն, գիտեք, գյումրեցիներն էլ ինչ որ աչքիս ալաբուլա են։ Գյումրեցիները ասենք փող շատ են սիրում։ Գիտեք, այդ սյունեքցիները, չգիտեմ, այդ սյունեքցիները ում են, պետք հայ են թե հայ չեն։ Նրանք այնքան խառնվել են ուրիշ ազգերի հետ։ Ու կսկսեն մեզ այսպես բաժանել։ Այդ նույն ձևով հայերին մորթում էին ցեղասպանության ժամանակ։ Շրջան առ շրջան, գյուղ առ գյուղ, մի գյուղում մորթում են, մյուս գյուղը կարծում էր, որ իրանց չի հասնի այդ գործը։ Այսպես պարակտում են եւ ոչնչացնում են մեր ազգը։ Եվ այս մարդը իրեն այնպես է պահում, ես ոչ մի վարքյան չեմ կարողանում նայել։
Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ մենք այս օրի կհասնենք եւ երկրի ղեկավարը իր սեփական ժողովրդի հետ այսպես կխոսա եւ դա այդ մարդն էր, որը 8 տարի առաջ ասում էր 3 միլիոն վարչապետ, ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ։ Տեսանք խոնարհվելը երևի սա էր, երբ որ փախստական մարդուն, որը իր տունը կորցրել է, քո պատճառով, որտեվ դու իրան խոստումներ տվեցիր, հետո ծախեցիր։ Գալիս է Հայաստան, դու իրա վրա գոռգոռում ես։ Սա փողոցային մարդը չէր անի։ Եվ մենք խոսում ենք Եվրոպայի մասին, Եվրոպայի մաս դառնալու մասին, եւ ունենք մի ղեկավար, որը ոչ թե եվրոպական ինչ որ երկրի ղեկավարին նման չի, այլ նաեւ եվրոպական երկրում գիշերը փողոց սրբող տենց մարդ դուք չեք գտնի, ոչ թե երկրի ղեկավար։ Իսկ դատելով իշխանության ներկայացուցիչների, հատկապես Փաշինյանի վարքագծից, ինչ եք կարծում, վերջիններս իշխանությունը կորցնելու իրական վտանգ զգում են այս պահին, քանի որ ի տարբերություն մարզերի մենք Երևանում 3 ամբողջ օրը տեսանք, թե այս մարդիկ ինչ խայտառակ ընդունելության արժանացան, իսկ Երևանում էլ գիտենք, մեր բնակչության հենց կեսն է բնակվում էլեկտորալ առումով։ Մենք շատ լավ հիշում ենք Երևանի ընտրությունները, որտեղ նրանք ստացան շատ քիչ ձայներ, ես հիմա թվերը չեմ հիշում, բայց շատ քիչ էր, ցածր էր։ Մենք շատ լավ հիշում ենք Գյումրիում նրանք ոնց չկարողացան մեծամասնություն ստանալ, հետո մենակ այդ մանիպուլյացիաների ձևով հասան։ Շատ լավ հիշում ենք Փարաքարի քաղաքապետը ինչպես, չգիտես ինչու հենց ընտրություններից հետո սպանվեց։ Մենք շատ լավ դա հիշում ենք, եթե նրանք վախեցած չլինեին, նրանք Եվրոպայից մարդ չէին բերի իրանց ժողովրդի վրա։ Ես որ փոքրիկ էի դպրոցում սովորում էինք, մեկ դա արվում էր, ասենք, տղաները ինչ որ թիմ էին բերում ուրիշ դպրոցներից կամ ուրիշ թաղամասերից մարդ էին բերում, դա ես միշտ համարում էի շատ զզվելի եւ շատ վախկոտ։ Մենակ վախկոտ մարդը տենց բան կանի։ Եվ արտասահմանում այսպիսի բան ես ընդհանրապես տեսած չկամ։ Ոչ Ամերիկայում, ոչ Եվրոպայում մարդ չեն բերում իրար վրա։ Իսկ իր սեփական ժողովրդի վրա մարդ բերել Եվրոպայից, դա արդեն ինչպես եթե այդքան վախեցած չլինեին, չէին անի իհարկե։ Իմ կարծիքով տեսնում են, որ 23% է իրանց ռեյտինգը, թե 20% է, տեսնում են, որ ժողովուրդը արդեն զզվել է։ Եվ փորձում են երկու թեզ առաջ տանել։ Առաջինը, երևի կազմակերպել են արդեն իրանց WhatsApp խմբերը, արդեն պատրաստվում են հավաքվել, ասենք վերահսկել թե ով ինչպես է քվեարկելու, դա էլ են պատրաստում հիմա։ Եվ երկրորդը ժողովրդին վաճառում են այն թեզը, որ նրանք խաղաղություն են բերել կամ եվրոպական ինչ որ երազանքներ են բերել մեզ, որը երկուսն էլ սուտ է։ Նրանք 7 անգամ պարտություն են բերել, 7 անգամ հարձակում է եղել եւ Եվրոպայի այդ թեման նրանք փորձում են սեփականացնել այն ժամանակ, երբ բոլորը Եվրոպայի հետ ուզում են լավ հարաբերություններ ունենալ, չգիտես ինչու նրանք դա սեփականացնում են։ Եվ զարմանալիորեն եվրոպական կողմից մենք այդ հրավերը չունենք, փաստացի Եվրոպայում մեզ ոչ մեկ չի սպասում, անգամ եթե իրենց ցանկությունը մեծ լինի, մեծ հաշվով որևէ դրական զարգացում այս մասով չենք էլ կարող ակնկալել։ Դե լավ է, որ վերջապես անգամ քարոզիչների ամենագլխավոր իրենց կադրը դա ասեց, հմեկի հայտնի հաղորդավարը վերջը ընդունեց, որ մեզ Եվրոպայում ոչ ոք չի սպասում։ Երբ որ մենք դա բացատրում էինք, հարձակվում էին մեր վրա, քֆրտում, հայոյում, ամենակեղտոտ բառերը գրում, իդեպ ոչ ոք դատարան չթողեց, որ մենք գնանք, մենք էլ դատի տանք այն մարդկանց, ովքեր այսպես տարիներով մեզ հայոյում, վիրավորում, ամենակեղտոտ բամբասանքները տարածում մեր մասին, եւ մենք ոչ մեկին չեն կարող խնդրել, որ իրանց դեմ էլ գործ հարուցվի, իսկ մերոնց վրա տեսեք ոնց են հարձակվում, տանում, բանտարկում։ Դե պարզ է, մենք տարիներով սա բացատրում ենք, մարդիկ մտածել չեն ուզում։ Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որի կրթական համակարգը քանդվել է 30 տարի առաջ, քանդել է, մեր դպրոցները քանդել են։ Կոնկրետ մեր դպրոցում գիրք էին վառում 90-ականներին։ Ես շատ լավ դա հիշում եմ։ Դրա համար մենք ունենք արդեն մի քանի սերունդ, որոնք նորմալ կրթական համակարգ չեն ունեցել, եւ մարդիկ ամեն ինչի հավատում են, ամեն ինչի, ինչ ասում են, հավատում են։ Դրա համար ասում են Եվրոպայի մաս կդառնանք, ինչ որ ստորագրություններ էին հավաքում տարիներով, տեսանք, որ դա էլ էր սուտ։ Եվրոպայի հետ պետք է ռեալ պրագմատիկ հարաբերություններ հաստատել։ Ռեալ խոսել, օրինակ, ինչ կարող ենք մենք վաճառել Եվրոպայում, ինչ քվոտաներ կարող ենք ունենալ Եվրոպայում։ Ասենք, խնդրենք, որ ինչ որ քանակությամբ մեզ թույլ տրվի մեր
արդյունաբերությունը մեր սնունդը մեր մթերքը այնտեղ վաճառենք կամ մեր գյուղատնտեսական ապրանքները այնտեղ վաճառենք գոնե խոսանք ինչ որ կոնկրետ բաների մասին կամ վիզայի ռեժիմը անել հեշտացնել այնպես որ մենք կարողանանք աշխատանքային վիզաներ ստանալ Եվրոպայում սեզոնային դա ճիշտ կլիներ որ մեր մարդիկ ոչ թե գնային ուղակի ֆրֆրային կապուչինո խմեին Միլանում որը երևի իրանց երազանքների բանն է սահմանն է բայց գնային աշխատեին եւ վերադառնային Հայաստան որովհետեւ եթե մենք ուզենանք ասենք մի քանի տարի հետո ունենանք բեզվիզ, այսպես ասած Եվրոպայի հետ, Հայաստանը կդատարկվի, կլինի նույն բանը, ինչ որ եղավ Լիտվայում, Լատվիայում, որտեղ բնակչության 40%-ը փախավ, 40%-ը։ Բոլոր ջահելները գնացին, ջահելություն չի մնացել, Հայաստանը կդառնա ծերանոց։ Այսպիսի բաների մասին պետք է մտածել, ռեալ մտածել, ոչ թե գոռգոռալ, մատ թափ տալ, վիրավորել, հայոյել, թքել իրար վրա մարդկանց բանտարկել իրանց կարծիքը հայտնելու համար մարդ բերել ժողովրդի վրա արտասահմանից մարդ բերել որ գնան վերահսկեն ընտրությունները ոնց են անցկացվելու եւ հաստատ արդեն եւ սպառնալիքներ կան եւ մարդկանց պարտադրում են որ իրանց ընտանիքի անդամներին հորդորեն այսպես կամ այնպես քվեարկել եւ ընտրությունների ժամանակ հեռախոսներով սա վերահսկվելու է ես կարծում եմ որովհետեւ նրանք այդպես են կառավարում իրենց աղանդը Սա գիտեք ուղղակի ես ամաչում եմ փորձում եմ նորություններ չնայել որ կարողանամ ինչ որ ձևով համակերպվել ես իրավիճակի հետ Դուք խոսում եք դրսից այսպես ասած տղաբերելու երևույթի մասին եւ ակնհայտ է որ գործող իշխանությունները վայելում են արտաքին դերակատարների անվերապահ աջակցությունը մենք այս ընթացքում նմանաբովանդակ բազմաթիվ հայտարարություններ ենք լսել Ձեր գնահատմամբ արդյոք այս աջակցությունը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը անխուսափելի է դարձնում թե այնուամենայնիվ ընդդիմությունը գրագետ եւ ճիշտ աշխատանքի դեպքում դեռ կարող է ինչ-որ բան փոխել Անխուսափելի չի, եթե մեր ժողովուրդը վերջը զարթնի հասկանա, որ վաղը մենք բոլորս դառնալու ենք փախստական։ Մենք բոլորս դառնալու ենք սփյուռքահայ, Հայաստան չի լինելու։ Ադրբեջանը մտնելու է, Թուրքիան մտնելու է, սկզբից տնտեսապես, հետո քաղաքական ծևերով, հետո այնպես կանի, որ մենք դուրս գանք Հայաստանից։ 1000 անգամ դա ասել եմ։ Ես շատ կուզենայի սխալ լինեի, բայց ես չեմ տեսնում, թե ուրիշ ձև սա ոնց է վերջանալու։ Մարդիկ պետքա դա հասկանան։ Ինչ վերաբերում է մեր ընդդիմությանը, ես չգիտեմ ինչ ասեմ արդեն։ Նախ բաներ, քաղաքական ուժեր կան, որոնք հավաքում են 1%, 0.5%, 1.5%, որ գիտեն, որ չեն անցնելու, բայց իրանց այդ հայկական այդ մեր այդ փոքրիկ Նապոլեոնի հիվանդությունը մենք չենք կարողանում բուժվել դրանից, որ ամեն մեկը պետքա լինի մարշալ, ամեն մեկը պետքա լինի գեներալ, թագավոր, Ալեքսանդր Մակեդոնացի, ուրիշ դեպ չի լինում։ Չեն կարողանում։ Այդ 1.7%-ը, 2%-ը դուք նվիրում եք սրան, նվիրում եք։ Գնում են ձայներ փոշիացնելու փաստացի։ Դուք փոշիացնում եք եւ այդ տոկոսները գնալու է Իրան, բայց նրանք չեն էլ ուզում միավորվել եւ անգամ այն ուժերում, որտեղ կա ինչ-որ միավորում, այդ նարցիսիզմի հիվանդությունը, սա հիվանդություն է։ Իմիջիալոց դա իսկապես հիվանդություն է։ Նարցիսիզմը դա հոգեբանական հիվանդություն է։ Այդ մարդը կարծում է, որ նա բոլորից վեր է, նա պետք է լինի թագավորը, նա պետք է լինի հրամանատարը։ Դա հոգեբանական հիվանդություն է։ Եվ ցավոք սրտի մեր քաղաքական գործիչների շատերը դա ունեն։ Մենք բոլորս աստված ենք, գիտեք, հանգարց մեկը չընդունի, որ ինչ-որ բան սխալ արել անցյալում։ Ոչ մեկին քննադատել չի կարելի, բոլորս աստված ենք, ոչ մի մեղք չենք ընդունում եւ 2 անգամ, 3 անգամ, 5 անգամ, 15 անգամ փորձում ենք ինչ-որ բան ստացվի։ Չի ստացվում, մենք 20-րդ անգամ ենք փորձում։ Դες բան չկա, որ մարդ ասի, մոտ չի ստացվել, քանի տարի է փորձել եմ, չի ստացվել, չէ, պետքա ես լինեմ։ Ու սա շարունակվում է, հետո էլ իրար վրա ցեխ լցնելը։ Հիմա դրա ժամանակն է, օրինակ հիմա դրա ժամանակն է 2 ամիս է մնացել։ Մենք տեսնում ենք որոշ դերակատարներ իրար դեմ ավելի խիստ են պայքարում, քան իշխանության դեմ այս օրերին։ Այդ երևույթը ակնհայտ նկատելի է։ Դե դուք իրանց հետ հանդիպեք, խոսացեք։ Այդ պոստերը, որ գրում եք, այդ վիդեոները, ես կարող եմ հասկանալ, որ հիմք կա դրա համար։ Չի լինի դա գրեք, միտեղ դնեք, ձեզ ուղարկեն ինչ որ բանում, cloud-ում դրեք դա։ 2 ամիս հետո նոր դա հրատարակեք։ Սպասեք մինչև հունիսի 7-ը։ Չի լինի, այս քանի տարի է այս կռիվը գնում է։ Չի լինի դուք սպասեք մինչև հունիսի 7-ը, հետո սկսեք կռվել։ Մի հատ ընտրվեք, կամ գոնե հենց անեք Հայաստանը փրկվի, այս մարդը գնա, ընտրվեք, հետո ինչքան ուզում եք կռիվ արեք, ամեն օր կռիվ արեք։ Բայց սպասեք, այս 2 ամիս է մեզ մնացել։ Ոնց կարելի է ընդդիմություն, ինչ ընդդիմություն, քանի տարի է այս մարդը ձեռը առնում բոլորին, ոչ մի բան չեն կարող անել։ Քանի տարի է այդ ելույթները մենք տեսնում ենք պարլամենտում, դա ինչ է մեզ տալիս, բացատրեք։ Տեսնում եք իր ռեյտինգները ինչքան ցածր են։
տեսնում եք 20%-ի բան 17 պլյուս մինուս 20 23 էդ է իր ռեյտինգները դա շատ ցածր է 70 էր երբ որ խափելով եկավ իշխանության հիմա դարավ 20-23 այսպիսի պայմաններում ոնց կարելի է չմոբիլիզացնել հասարակությունը պարակտել իրար վրա ցեխ լցնել եւ իդեպ ուրիշ մարդկանց վրա ցեխ լցնել օրինակ ինձ եւ ինչու ես չհասկացա որտեւ ես ոչ մեկի հետ կապ չունեմ ուղղակի իմ կարծիքն եմ արտահայտում բոլորին էլ աջակցում եմ ասում եմ անգամ եթե ԿՊ-ից ինչ որ խումբ առանձնանա ասի մենք էս սրանից ուզում ենք բրծնենք էլի մնանք ԿՊ էլի շարունակենք հավասարակշիռ ինչ որ քաղաքականություն ես իրանց էլ կօգնեմ ես ոչ մեկի հետ կապ չունեմ բայց ինչու ոչ միայն իրար վրա են ցեխ լցնում այլ այն մարդկանց վրա ովքեր օգնում են բոլորին օգնում են ոչ մի քաղաքական պահանջներ չունեն ոչ աթոռ են ուզում ոչ փող են ուզում ձեզանից սա բանա շատ ցածր բան մշակույթի շատ ցածր մշակույթի հետևանք է եւ մեր քանդված կրթական համակարգի Պարոն Խաչիկյան, իսկ ինչ եք կարծում, Ռուսաստանը Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր ունի, թեպետ ի տարբերություն Արևմուտքի, մենք Ռուսաստանի կողմից այս կամ այն ուժին աջակցելու մասին հայտարարություններ չենք լսում, բայց պրոիշխանական գործիչներն ու փորձագետները մեր հանրությանը համոզում են, որ Ռուսաստանը խնդիր է դրել այստեղ ամեն գնով իշխանությունը փոխել, անգամ նշում են, որ 80,000 ընտրող են բերելու այստեղ տարբեր ճանապարհներով ու այսպես ընտրական պատկերի վրա ազդեն։ Որքանով է այս սցենարը իրատեսական, որը ես նկարագրեցի իրենց ասած։ Հաջորդ անգամ այդ մարդիկ որ գնան Մոսկվա, ես խնդրում եմ դուք կամ ինչ որ մի ուրիշ լրագրող գնացեք Մոսկվա եւ պրես կոնֆերանսի ժամանակ Մոսկվայում իրանց կարդացեք իրանց ասածները, որ Ռուսաստանը մեր թշնամին է, սպառնալիք է մեր անվտանգության, Ռուսաստանը փոխում է մեր կառավարությունը, հիբրիդային պատերազմ է վարում մեր դեմ, այդ բոլոր ասածները Մոսկվայում կարդացեք, ասեք, «Էս դուք եք ասել, թե ուրիշ մարդ է ասել»։ Որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ այնտեղ մի քանի մարդ կա, ոչ թե մի մարդ։ Եվ հարցնել հիմա ո՞րն է, էսա թե էսա։ Ռուսաստանը մեր եղբայրական երկիրն է, դաշնակիցն է, թե էսա, որ մեկն է։ Հասկանում եք, սա էլ է հետևանք երեխայական աշխարհի ընկալումի, որտեղ մենք երեխայի աչքերով ենք նայում աշխարհին։ Լավ ձյաձյան, վատ ձյաձյան։ Էդ է, որտեղ մենք կրթության համակարգը մեր քանդել ենք։ Ռուսաստանը շատ մեծ սխալներ է արել, շատ մեծ։ Ես տարիներով դրա մասին խոսացել եմ, բայց ի տարբերություն որոշ մարդկանց ես քֆրտելով չեմ զբաղված։ Ես ասում եմ, այո, մեծ սխալ էր, կորցրեց իր ազդեցությունը Կովկասում եւ հիմա հասկանում են դա։ Ես կարծում եմ, որ հասկանում են, որոշ վերլուծաբանների հետ խոսալով հասկանում են։ Ղարաբաղը կորցնելը ինչ էր։ Դա ամբողջ Կովկասը կորցնել է։ Նրանք հասկացան։ Իրանում հիմա ոնց են մտածում, ոնց են կարծում։ Երկրորդ անգամ կշնորհավորեն Ադրբեջանին, որ վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Հա, հիմա տեսեք ոնց են Ադրբեջանի հետ խոսում։ Իմիջիալից սրանից հետո եկեք լուրջ բաներից էլ խոսանք, Իրանում շատ լուրջ բաներ է սպասվում։ Եվ հետո Ռուսաստանը որևէ կարիք չունի, ոչ էլ ցանկություն ունի 29000 կիլոմետր, քառակուսի կիլոմետր քարերով եւ այս 127 ինչ որ անհասկանալի քաղաքական գորգորացող ինչ որ ուժերով իրար հետ կռիվ տվող ուժերով որևէ հետաքրքրություն չունի Հայաստանը ենթարկել իրեն կայսրություն ստեղծել։ Ռուսաստանը հիմա զբաղված է 150%-ով զբաղված է Ուկրաինայով, որտեղ նա պայքարում է ամբողջ արևմուտքի դեմ։ Նա որևէ ցանկություն չունի, որևէ նպատակ չունի Հայաստանը դարձնել Ռուսաստանի մաս, բայց Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն եւ դրանից հետո այնպես անել, որ հայկական հարցը ընդմիշտ լուծվի։ Այստեղ այլևս ոչ Հայաստանա լինելու, ոչ էլ հայա լինելու։ Նայեք մեր կողքը 35 միլիոն քուրդ են ապրում, իրանց թույլ չեն տալի, որ նրանք պետություն ունենան։ Նույն բանը մեզ է վերաբերում։ Եթե 35 միլիոն մարդ չի կարողանում պետություն ունենալ, որտեղ Թուրքիան չի թողում, 3 միլիոն մարդ ինչու պետք է պետություն ունենա։ Երբ որ հարևան երկրում ասում են դուք արևմտյան Ադրբեջան եք, մենք դա չենք հասկանում։ Երբ որ այս մարդիկ հանձնեցին մեղրին 74%-ը տալը մի ուրիշ երկրին 100 տարով, եթե դա հանձնել չի, դա ի՞նչ է։ Սա ընդդիմության վատ աշխատանքի հետևանք է, որ մեզ շարունակում են այսպես գիպնոզի տակ պահել, իսկ ընդդիմությունը զբաղված է իր վրա ցեխ լցնելով։ Ուզում եմ անդրադառնանք նաև տարածաշրջանային զարգացումներին։ Իրանի դեմ պատերազմը շարունակվում է, Իսրայելից էլ այսօր հայտնել են, որ այս պատերազմը դեռևս մի քանի շաբաթ կշարունակվի։ Ի վերջո ինչու չի հաջողվում վերջ դնել այս պատերազմին, որը արդեն շաբաթներով ձգվում է, եւ այս պահի դրությամբ, եթե ամփոփենք, կողմերին որքանով են հաջողվել իրենց նպատակներին հասնել, որոնք ի սկզբանե դրել էին իրենց առաջ։ Եկեք մի քիչ ավելի լայն պատասխանեմ ձեր հարցին։ Իրանի պատերազմը գնում է կտրուկ էսկալացիայի ճանապարհով։ Դուք գիտեք, որ Տրամպը վերջնագիր է ներկայացրել Իրանին, 48 ժամ է տվել։ Այդ վերջնագիրը սպառվելու է այսօր գիշերը Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 4-ին, մոտավորապես
12-ին, այսինքն կեսգիշեր Լոնդոնի ժամանակով, դա 4-ն է առավոտյան կարծեմ Երևանում, դա սպառվելու է, որից հետո Տրամպը խոստացել է հարվածել Իրանի բոլոր էներգետիկ ինֆրաստրուկտուրային, էլեկտրոկայաններին, ամբողջ էներգիայի ինֆրաստրուկտուրային։ Ի պատասխան դրան Իրանը հայտարարել է, որ նա հարված կհասցնի բոլոր Պարսից ծոցի շրջանում գտնվող այդ բոլոր պետությունների էներգետիկային եւ հարվածելու է այդ ջուրը աղազերծման այդ օբյեկտները կան, որտեղ ծովի ջրից աղը հանում են, որ խմելու ջուր ստանան։ Դա էլ են նրանք ջախջախելու, Իրանը ասել մենք դրա վրա էլ կհարձակվենք եւ միջուկային այդ ստանցիայի վրա կհարձակվեն Էմիրատներում։ Դուք տեսել եք, որ արդեն հարվածներ եղել են միջուկային օբյեկտների դեմ։ Իրանը հարվածել է կարծեմ Նաթանզին, որտեղ 250 մետր է մնացել մինչև այդ ռեակտորին խփելը, այսինքն 250 մետրի հեռավորության վրա հարված են հասցրել, որպեսզի զգուշացնել Իրանին, թե ինչ կարող են անել։ Իրանն էլ պատասխանեց Դիմոնա իրենց քաղաքի վրա հարձակվելով, որտեղ նույնպես կա միջուկային ռեակտոր։ Սա կարող է տանել դեպի կեղտոտ, ինչպես ասում են, կեղտոտ միջուկային պատերազմ, այսինքն առանց միջուկային պայթյունի կարող են սկսել տարածվել այդ ռադիոակտիվ նյութերը։ Կատաստրոֆիկ իրավիճակ։ Եթե մի քանի օր հետո Պարսից ծով գալու են ամերիկյան ծովային ուժերը, Marines-ը, մոտ 5000 մարդ, երկու նավով, մեկը Տրիպոլի, մեկը հեսա նայում ոնց է կոչվում, Boxer։ Տրիպոլի եւ Boxer երկու նավով գալիս են այնտեղ, փորձել են ուժով բացել Հորմուզի նեղուցը։ Տրամպը խնդրել է, որ իրեն օգնեն, աջակցեն իր դաշնակիցները, նրանք հրաժարվել են։ Իրանը ականներ է տեղադրել այդ ծովում։ Եմենի հութիները ասել են, որ նրանք էլ կփակեն Կարմիր ծովը։ Եթե Միացյալ Նահանգները ինչ որ տարածք փորձի վերցնել Իրանի ափի վրա, դա տանելու է դեպի Իրաք եւ Աֆղանիստան, սկսելու է պատերազմ, ցամաքային պատերազմ, ամերիկացիներին սկսելու են խոցել տարբեր ուղղություններից։ Ամերիկացիների դեպի հիմա Իրաքից են դուրս գալիս, եվրոպացիները արդեն դուրս են եկել, կացեմ, ամերիկացիներն են դուրս գալիս։ Սկսվում է ցամաքային պատերազմ։ Իրաքում դա տևել էր 8 տարի, Աֆղանիստանում 20 տարի։ Այսինքն արդեն հարյուրավոր ամերիկացի զինվորներ են զոհվելու եւ նրանք դառնալու են շատ խոցելի։ Իրենց շատ հեշտ է լինելու խոցել, քանի որ նրանք եթե գրավեն ինչ որ տարածք, պարզ է թե ինչ ուղղությամբ է պետք այդ հրթիռները ինչ ուղղությամբ են թռնելու։ Սա սարսափելի էսկալացիա է տանելու, պլյուս մենք հիմա բոլորս գնում ենք շատ հստակ դեպի խոշորագույն տնտեսական ճգնաժամ ամբողջ աշխարհում։ Նավթի գները արդեն $110-ից անցել են, սպասվում է, որ մինչև $200 կարող են հասնել, եթե այսպես շարունակվի։ Նավթի, գազի, պարարտանյութի գները կտրուկ բարձրացել են, դա նշանակում է, որ սննդի գները ամբողջ աշխարհում բարձրանալու են։ Բոլոր արտադրանքի գները բարձրանալու են ամբողջ աշխարհով։ Սա միանգամից խփելու է եւ ավիաընկերություններին, օրինակ Կատարի, Իթիհադի, Էմիրատների եւ ուրիշ այդ ավիաընկերությունները հիմա անգործ այդ բոլոր ինքնաթիռները գետնի վրա են, միլիարդավոր պարտքեր են հավաքում, դա խփելու է նաեւ туриզմի ինդուստրիային, Հայաստանին է վերաբերվելու, գները ամենտեղ բարձրանալու են շատ կտրուկ եւ սնունդի, եւ հյուրանոցների, եւ ավիատոմսերի։ Ասիայում արդեն Ճապոնիայում, Լաոսում, Ֆիլիպիններում, Լաոսում միջալոց ԱԳԺԼԿ-ների կեսը փակվել է, բենզակալոնկաների կեսը փակվել է, արդեն բենզին եւ նավթ չկա, Ասիան արդեն մեծ ճգնաժամի առջեւ է կանգնած, կարող է սկսվել սով։ Այսօր ՄԱԿ-ի ներկայացուցիչներից երկուսը ասեցին, որ մենք ամենավտանգավոր, ամենակոնֆլիկտային իրավիճակում ենք գտնվում աշխարհում 1945 թվականից հետո եւ զգուշացրել են, որ եւ Աֆրիկայում եւ Ասիայում կարող է սկսվել սով, կարող են լինել միլիոնավոր փախստականներ։ Իրանում արդեն 3 միլիոնից գերազանցել է փախստականների թիվը եւ մեծ հարց է նրանք երբ են հասնելու մեր սահմաններին։ Լիբանանում արդեն 1 միլիոն փախստական կա։ Ձեր շուրջը նայեք, տեսեք թե մենք ուր են գնում։ Սա լինելու է խոշորագույն տնտեսական ճգնաժամ, արդեն մի քանի պաշտոնյաներ ասում են, որը ավելի ծանր է լինելու, քան 1970 թվականի վառելիքի այդ ճգնաժամը, եւ որոշ մարդիկ ասում են, որ դա կարող է նմանվել շատ շուտով 1929 թվականի մեծ դեպրեսիային։ Հիմա էլի կասեն Խաչիկյանը վախեցնում է։ Ես ցիտում եմ,
Ցիտում եմ ՄԱԿ-ի աշխատողներին, միջազգային քաղաքական գործիչներին։ Սա սարսափելի էսկալացիա է մեր կողքը։ Մենք ամեն ժամ պետք է հետևենք մեր կողքը ինչա կատարվում, որտեվ սա շուտով կարող է հասնել Հայաստան։ Մենք դրա տեղը զբաղված ենք քուչի բազարով, ուղղակի քուչի բազար, ուրիշ բառ չես գտնում։ Տնտեսական բաղադրիչը հասկանալի է, պարոն Խաչիկյան, ես ուզում եմ նաև անվտանգային հետևանքներին անդրադառնանք, քանի որ գիտեք, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ տեղի ունեցողը մեզ չի առնչվում, քանի որ մեզ մոտ խաղաղություն է հաստատվել, ուղղակի մենք սովոր չենք, թե խաղաղությունը ինչ բան է, դրա համար չենք գիտակցում, եւ վերջին օրերին էլ նաև հայտարարություններ եմ լսում, որ իրենց գնահատականը ճիշտ էր, թե այդ ամեն ինչը արդեն փաստացի շրջանցել է մեզ։ Որքանով է այս արձագանքը adekvat ու ինչ է սպասում մեզ անվտանգային առումով։ Եթե վաղը Քրիստոսը իջնի երկնքից գետին, նրանք ասեն, որ իրանց շնորհքով էր։ Կասեն, որ վերջերս որ գարուն է եկել Հայաստան, ջերմությունը բարձրացել է, դա իրանք արել։ Երբ որ Իրանը խոցում է արաբական երկրները հարվածում է արաբական այդ երկրներին, որոնք գտնվում են Պարսից ծոցում, թող ասեն, որ դա իրանց շնորհքն է, որ մեզ չեն հարվածում, որովհետև մենք Պարսից ծոցում չենք։ Եթե Իսրայելը հարձակվում է Իրանի վրա, նրանք ասեն, որ դա մեր շնորհքն է, որովհետև մենք Իրան չենք։ Եթե Տրամպը Վենեսուելայի ղեկավարին առևանգում է, բայց չի առևանգում այս մեկին, նա կասի, որ դա իմ շնորհքն է, տեսակ, ինձ չառևանգեցին։ Գիտեք, ես ամեն առավոտ զարթնեմ, ասեմ, գիտեք, ինձ այսօր չեն ծեծել, ես հերոս եմ։ Դե ինչ որ հերոսական բան կա դրա մեջ, էլի, որ ես առավոտը զարթնել եմ, բայց ինձ դեռ չեն ծեծել։ Տեսեք, ինչ տղա եմ ես։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Հոգեբուժարանում sense բան որ ասեն, երևի կարելի է լսել։ Եվ հետո, եթե դուք ձեր այդ trip-ը, այդ անունները, այդ բառախաղերը որ անում եք, այսինքն մեղրի հանձնումը, եթե դուք այնտեղ տեղադրեիք ամերիկյան օբյեկտ, ամերիկյան ինչ որ անցակետ, կամ այնտեղ լիներ ինչ որ հետախուզական կետ ամերիկյան մեղրիում, քանի ժամ կանցներ մինչև դրոն գար Իրանից, որտեվ բոլոր ամերիկյան օբյեկտները խոցում են։ Նրանք ուղղակի չհասցրեցին տրիպը կառուցել, որ իրանց վրա հարձակվեն։ Հիմա եթե այնտեղ լիներ ամերիկյան ներկայություն, հարձակում հաստատ կլիներ։ Ամբողջ միջին արևելքով հարձակվում են Միացյալ Նահանգների դեսպատանտների վրա, հյուպատոսարանների վրա, անգամ հյուրանոցների վրա, որտեղ ամերիկացիներ են ապրում։ Տեսեք մենք ուր ենք հասել։ Սրանք ասում են դա մեր շնորհքն է։ Գիտեք, երևի Գրենլանդիան, որ Տրամպը չվերցրեց, դա էլ էր իրանց շնորհքը։ Երևի հեսա փաստաթուղթ կտեսնենք, որ իրանք խնդրեցին, որ Տրամպը Գրենլանդիան չվերցնի։ Ես գիտեք, տարիներ կանցնի մեզ ծաղրելու են, որ մենք սենց թողեցինք, որ սենց մեր հետ վարվեն։ Իսկ այս պահի դրությամբ, պարոն Խաչիկյան, Ադրբեջանին ինչն է զսպում, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ չի սանձազերծում, արդյոք սա պայմանավորված է բացառապես ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցելով, թե նաև այլ շարժառիթներ կան, որոնք այնուամենայնիվ զսպում են Ադրբեջանին։ Նախ Ադրբեջանը իր համեմատաբար զուսպ է պահում, մինչև սա ընտրվի։ Երբ սա ընտրվի, շարունակվելու են պահանջները, եւ Ալիևը անընդհատ կրկնում է 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնան Հայաստան, մեզ օր ասեք։ Այսինքն այդ օրն էլ է գալու։ Երկրորդը իսկ ինչ կարիք կա ներխուժել Հայաստան, եթե արդեն Հայաստանը վերցրել են։ Հայաստանի ղեկավարը իրանց ենթարկվում է։ Մենք Ադրբեջանի ինքնավար մարզ ենք դարել։ Այս մարդը ինչ Ալիևը ասում է, անում է։ Ինչ ասում անում է, եկեղեցի վրա քսի տվեցին, հարձակվեց։ Սփյուռքահայերի վրա քսի տվեցին, հարձակվեց։ Ցեղասպանություն, Արարատ, այդ նախկինները արդեն հնացավ։ Ռուսաստանի վրա են քսի տալիս, հարձակվում է։ Նա իրանց կամքն է կատարում։ Մենք արդեն փաստորեն դառնում ենք ինքնավար մարզ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կազմում ինչի պետք է հարձակվեն։ Հեսա նա որ նորից ընտրվի, շատ հանգիստ ադրբեջանցիները սկսելու են գալ մեր գյուղերը։ 300,000 մարդ, եթե մենք հաշվենք 3,000 մարդ ապրում ամեն գյուղում, ես չգիտեմ, դա երևի մեծ գյուղ է։ Ասում են շատ գյուղերում այդքան էլ չկա մարդ հիմա։ Այսինքն մենք 100 գյուղ պետք է ազատենք։ Դե ընտրեք, որ գյուղերն եք ազատելու։ Հետո պատրաստ եղեք, որ գալու են ձեր դուրը ծեծեն։ Այն մարդիկ, ովքեր բան են, այս խմբին ձայն են տալու, պատրաստ եղեք։ Գալու են ձեր դուրը ծեծելու են, ասել են, գիտեք, իմ պապիկներ ստեղ ապրում 50 տարի առաջ։ Դուք եք գրավել այս տունը, սա մեր տունն է։ Դուրս եկեք ստեղից։ Մտածեք դրա մասին, որտեվ նույն ձևով Ղարաբաղցիներին հանեցին իրանց երկրից ու նույն ձևով Աղավնոյի բնակիչներին հանեցին։ Այդ նույն մարդիկ գալիս են ձեր տուն։ Եթե Ադրբեջանը խաղաղություն ուզեր, նա այսպիսի պահանջներ չեր ներկայացնի։ Ալիևը չէր ասի, որ հաճույք է ստանում Զանգեզուրի միջանցք ձևակերպումից։ Դե լավ է անում, կներեք, լավ է անում։ Ես ոչ մի խնդրեմ չունեմ, ոչ իր հետ, ոչ ադրբեջանցիների հետ։ Ես իրանց հասկանում եմ, նրանք իրենց կողմից են նայում այս իրավիճակին եւ պաշտպանում են իրենց ժողովրդի անվտանգությունը։ Իրանց դիրքը իմ համար հասկանալի է։
Նրանք թույլ չտվեցին, որ իրենց երկիրը գրավի գրանտակերների մի ցանց, որ իրենց ժողովրդին տասնյակ տարիներով սովորացնի, որ Ղարաբաղցի ադրբեջանցիները իրենց թշնամին են, որ Ղարաբաղը պետքա հանձնել, ամեն ինչ պետքա հանձնել։ Սկսեցին պայքարել սեփական ժողովրդի տարբեր ներկայացուցիչների հետ, ովքեր փորձում են պաշտպանել իրենց երկիրը։ Նրանք այդպիսի բան չարեցին, մենք արեցինք։ Հարցերը մեզ պետք է ուղղվեն։ Մենք ոնց այս մարդուն երկրորդ անգամ ընտրեցինք։ Իսկ եթե երրորդ անգամ այս մարդը ընտրվի, այլևս ոչ ոք ոչ մեկից չնեղանա։ Ես էլ չեմ նեղանա։ Թող գան մտնեն Երևան։ Ես էլ ոչ մի բանից չեմ նեղանա, որովհետև նրանք ռացիոնալ, խելացի ձևով իրենց այդ թոգը մեր վզին լավ կապում են, որ հետո մեզ խեղդեն։ Ճիշտ են անում, ինչ ասեմ։ Եթե մեր հասարակությունը դա ուզում է, ես ով եմ որ ասեմ մի արեք, հանձնենք, ամեն ինչն էլ հանձնենք։ Երևանն էլ հանձնենք, անունը դրեք Լունա Պարկ, մի 4-5 միլիարդ դոլարի ինչ որ բան գնեք Միացյալ Նահանգներից, հետո թարգմանի չկասի, որ մեզ փող են տվել, ժողովուրդը կուրախանա։ Շատ լավ։ Ոնց ուզում եք արեք, դա ձեր գործն է։ Չգիտեմ որ մեկը ասեմ, այս կառավարությունը, այս ընդդիմությունը, այս հասարակությունը, չգիտեմ որ մեկից սկսեմ։ Եվ պարոն Խաչիկյան, մենք տեսնում ենք, որ սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը մեր հանրությանը պատերազմով է սպառնում, հայտարարելով, որ եթե ինքը չհաղթի ընտրություններում, ապա պատերազմը անխուսափելի է լինելու, օրերս անգամ ժամկետ նշեց, ասաց, որ դա սեպտեմբերին տեղի կունենա ամենաուշը։ Որքանով է նախընտրական այս խոսույթը տեղավորվում բարոյականության սահմաններում եւ որտեղից Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իր պարտության դեպքում մեր երկրին պատերազմ է սպառնում։ Նա դա շատ լավ գիտի, որովհետև իր ժամանակ այդ 8 տարվա ընթացքում 7 հարձակում եղավ Հայաստանի վրա, որից 3-ը կարելի է անվանել պատերազմ։ 20 թվականի պատերազմը, որը նա սադրեց, չկանգնեցրեց, պարտվեց, Ջերմուկի վրա հարձակումը եւ Ղարաբաղի հայաթափումը։ Այդ 3-ը եղել է իր ժամանակ, եւ նա Ղարաբաղցիներին ասում էր դուք հանգիստ ապրեք ձեր մոտ, էթնիկ զտում չկա, մենք ապահովենք ձեր անվտանգությունը։ Եվ դա ասում էր իմիջիալոց մեր շատ սիրելի առաջի կանալի որոշ ժուրնալիստներն էին ասում։ Նրանք անվտանգ կապրեն իրանց մոտ, ինչու եք ասում, որ իրենց սպառնալիք է, ինչ որ բան է իրենց սպառնում։ Այդ մարդու որ խոսքն է իրականացել, որ մեկն է իրականացել։ Այդ զառանցանքները դուք հիշում եք, այդ 50 տարվա պլանը իր, այդ որ Սփյուռքից մարդ հագալու, ասենք միլիոնավոր հայեր վերադառնալու են, բացի այդ Սերժ Կոչեցյալից ոչ ոք չեկավ, բան էլ թասիբել չունեցավ ներեգություն խնդրի։ Բնակարան էլ չգնեց Հայաստանում, որ մեզ սաղից խառնեց իրար։ Որ մեկն է կատարվել։ Ղարաբաղի նշաձողը իջացրեք, բանը ինչ էր ասում, դեօկուպացնենք Ղարաբաղի որոշ հադրութը դեօկուպացնենք, դա էլ էր ասում, միլիարդներ հետ կբերենք, մինչև հիմա չհասկացանք այդ միլիարդները որտեղ են, ինչու չեն կարողանում գտնել, ինչ որ ստեղից ընդեղից փոքր գումարներ են գտնում, դա վատ չի, բայց հետո այդ գումարների 10 անգամ ավելի շատ իրանց օլիգարխների գրպանում է գտնվում։ Իր ասացի որ մասը իրականացավ, որ մենք հիմա լսենք, թե նա ինչ է ասում։ Հետո նա ինչ իմանա, երբ է Ադրբեջանը հարձակվելու։ Կարող է իր տերն իրան ասել։ Այս դեպքում փաստացի գործ ենք ունենալու պլանավորված պատերազմի հետ։ Իսկ ձեզ տարօրինակ չի թվում, որ այս մարդը 20 թվականի պատերազմի ժամանակ սկզբից Սարդարապետի մասին էր խոսում, հետո պարզվեց, որ Ղարաբաղցիները մեզ պետք չէին։ Մի րոպե էլի, որ դու գորգոռում եք այդ կնոջ վրա։ Այդ այն կինը չի, որի համար դուք Սարդարապետ եք հայտարարել Հայաստանում 20 թվականին։ Դուք մի հատ գրեք էլի ձեր ասածները։ Գրեք, ամեն անգամ որ խոսում եք, մի հատ ձեր ասածների վրա նայեք, որ sense ծիծաղալի վիճակում չգտնվեք։ Մի օր դուք ասում եք Ղարաբաղի համար մեր պայքարը երկրորդ Սարդարապետն է, Թուրքիան եկել է մեզ ոչնչացնելու, մյուս օրը զարթնում ասում եք դուք եք եկել Հայաստան, մենք ձեզ փող ենք տալիս, ձեր պատճառով է մեր բոլոր խնդիրները, դուք թողեիք մեր վզին։ Ես չեմ հասկանում, այս ինչ հիվանդություն է։ Դուք մի հատ հիշեք էլի այս մարդը ինչ է ասել, ոնց կարելի է sense։ Եթե նորմալ մարդը, այսինքն փողոցում անցնող մարդը անընդհատ իրան հակաճառի, իրան կնայենք, ասեն, գիտեք, սիրելի պարոն, դուք երևի գնաք թերապևտի մոտ, ինչ որ խնդիրներ կան ստեղ։ Բայց երկրի ղեկավարը ոնց կարող է sense իրան պահել։ Մեզ սպառնա, պատերազմը նրանք են բերել։ Այս խումբն է պատերազմ բերել։ Նախկին ղեկավարությունը բոլոր թերությունների հետ հանդերձ, բոլոր թերությունների, որոնք մենք բոլորս գիտենք, նրանք պատերազմ չեն բերել։ Մենք գոնե անվտանգության զգացմունք ունեինք։ Մենք գիտենք, որ անվտանգ ենք։ Այո, կա կոռուպցիա, այո, թալանում են, սրանք էլ են, շատ լավ էլ սրանք էլ են թալանում։ Նույն բանն էլ սրանք են անում։ Մենք գոնե այն ժամանակ հպարտենք եւ ունենք ինչ որ անվտանգության զգացմունք եւ մենք հույսով էինք որ այս մարդը որ ասել էր խաղաղ ձևով կլուծեմ Ղարաբաղի կոնֆլիկտը այն ժամանակ դա կաներ երբ որ նա ուներ քանի տարի 2 տարի 18-ին խափելով ընտրվեց 20 թվականին պատերազմը սկսվեց նա 2 տարի ուներ
որ խաղաղություն բերեր մեզ։ Դրա տեղը նա սադրեց պատերազմը։ Եվ պարոն Խաչիկյան, վերջին շրջանում տեսնում ենք, որ իշխանությունների հակաեկեղեցական արշավն է որոշ չափով մեղմվել, կալանավորված հոգևորականներից որոշները ազատ արձակվեցին, Միքայել Սրբազանի դեպքում տնային կալանք կիրառվեց ու այսպես շարունակ։ Ինչով եք պայմանավորում այս հակաեկեղեցական արշավի մեղմումը, արդյոք Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ սրա հետևանքով ձայներ է կորցնում ու ստիպեց հետ քայլանել, թե նաև այլ շարժառիթներ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն այս փուլում։ Կարծում եմ այո, իր արտասահմանից բերած խորհրդատուները, իսկ դուք գիտեք, որ նա արտասահմանից PR բան է բերում, consulting, այսինքն PR-ով զբաղվող խորհրդատուներ է բերում։ Իրան երևի հուշեցին, որ այս արշավի հետևանքով նա ձայներ է կորցնում, ժողովրդին դա դուր չի գալիս, սա մի կարմիր գիծ է, որը մեր ժողովուրդը չթողեց, որ նա անցնի, գոնե մի գիծ գտանք։ Եվ դրանից հետո նա որոշեց սպասել, բայց երբ որ նա վերընտրվի, եթե նա վերընտրվի Աստված չտա, դա անմիջապես շարունակվելու է, որտեվ Թուրքիան եւ Ալիևը իրան կասեն դե հիմա անցանք հաջորդ էջին, էջը թերթեցինք, հիմա մեր պահանջները բանը Ծիծեռնագաբերդը երևի կամ ապա մոնտաժվի Նժդեհի արձանը եւ ուրիշ արձանները կամ ապա մոնտաժվեն, Զորավար Անդրանիկ, չգիտեմ Վարդան Մամիկոնյան, Նժդեհ, այդ բաները Ցեղասպանության հեղինակների սպանողների այդ մեմորիալ, դա էլ պետք է քանդեք, փողոցների անունները պետք է փոխեք, բոլոր այդ անի հյուրանոցը, ինչու է անի հյուրանոց կոչվում անին, Թուրքիայում է։ Մենք դառնալու ենք Ադրբեջանի մի մաս, պատրաստվեք, այն մարդիկ, ովքեր հիմա ման են գալիս ասում են, դե մեկանակ ընտրվի, ասում են, որ մարդիկ չգնան ընտրությունների, որ համոզեն, որ դա անիմաստ է, որ իրանց աղանդը գնա եւ ձայները տա։ Եվ մենք ամբողջ Երևանով սկսելու ենք փողոցների անուններ փոխել։ Կարող է մի քանի եկեղեցիներ պարզվի, որ մսկիթ էր անցալու, մսկիթ դարձնենք։ Հետո մի օր կգա մենք թույլատրություն խնդրենք, որ մենք հայերեն սովորենք դպրոցներում։ Դա էլ կարող է լինի, որտեվ մինչև հիմա ի բոլոր պահանջները Ալիևին կատարեց։ Ինչ Ալիևը արեց, ասեց նա արեց։ Ամեն ինչ արեց։ Դուք պատկերացրեք 18 թվականին, որ այս մարդը, ասում եմ, էլի եմ ասելու, 18 թվականին բարձրանար բեմ, որ մենք կներեք էշի պես այնտեղ կանգնած լսում ենք սրան։ Ու նա ասեր, ես հանձնելու եմ Ղարաբաղը, հանձնելու եմ Մեղրին, բանը, չենք խոսալու ցեղասպանությունից, Արարատը Հայաստան չի, պատմական Հայաստանը մեր թշնամին է, Ղարաբաղցիների պատճառով է ամեն ինչ վատ Հայաստանում, դուք թողեք մեր վզին։ Այդ նույն րոպեին իրանք կհանեին բեմից, կտանեն հոգեբուժարան։ Բայց հիմա տեսեք, որ դա դառավ իրականություն։ Շնորհակալ եմ պարոն Խաչիկյան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Սթենվորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Կհանդիպենք։